Ես ուզում եմ ընդհանրապես ասել, որ այսօր մենք եկել էինք կոնկրետ պոլիկլինիկա, այն հնարավոր դժգոհությունները եւ առաջարկները լսելու, որոնց մասին մենք խոստացել էինք ազգային ժողովում հենց ուղիղ եթերում։ Մենք լսել ենք եւ արձանագրել ենք բազմաթիվ դժգոհություններ մինչեւ այստեղ գալը համակարգային եւ հիմա որոշել ենք, որ տարբեր այցերով պիտի մենք ուղիղ բժիշկներից հասկանանք ինչ խնդիրներ կան։ Մենք հանդիպեցինք այսօր երկու կաբինետային բժիշկների հետ եւ երկուսի մոտ էլ արձանագրեցինք, որ իրենք աշխատավարձը ցածր են ստացել։ Այսինքն ծանրաբեռնվածությունը մարդկանց մեծանում է, բայց իրենց վարձատրությունը աշխատավարձը համահավասար չի իրենց ծանրաբեռնվածությանը։ Սա արդեն խնդիր է, որը որ պիտի լուծի նախարարությունը։ Բարձր խոսելով, մունատ գալով, ագրեսիվ վերաբերմունքով ազգային ժողովի ամբիոնից չի կարելի հարցերին համարել հարցերը լուծված եւ հարցերին տալ վերջնական պատասխան։ Մենք տեսնում ենք, որ բժիշկները աշխատում են ծանրաբեռնված, բայց չեն վարձատրում այնքան, ինչքան որ պիտի վարձատրվեն։ Եվ այստեղ կա բժշկի աշխատանքային իրավունքի հստակ խախտում, մասնագիտական իրավունքի իրացման անհնարինություն եւ ի վերջո բժիշկները կորցնելու են իրենց մոտիվացիան։ Դուք լսեցիք, որ մանկաբույժը ասում է, ես 4 ամիս արդեն, այսինքն այս ամբողջ տարին իրենք աշխատում են բարեգործական հիմունքներով։ Իրենց խորհրդատվությունների համար չեն վարձատրվել այս մարդիկ։ Եվ մենք ուզում ենք, որ մեր երեխաներին լավ բուժեն, մարդը ինքը ինչքան էլ փորձի իր բարեխղճությունը դրսևորել մաքսիմալ, միևնույն է ունենալու է որոշակի ժամանակահատված իր կյանքում, որ ասելու է լավ, ես ինչի համար պիտի աշխատեմ ի վերջո բարեգործական հիմունքներում, մինչև երբ։ Հենց այս հարցի պատասխանն է, որ այսօր մենք պիտի փորձենք ազգային ժողովում բարձրացնել նախարարի մոտ, որը բերել է եւ նորից ծանրաբեռնվածությունը մեծացնում է։ Այսօրվա նախագծով, որ արտահերթի շրջանակներում է, նախատեսվում է, որ տաքսի ծառայության նաեւ ներկայացուցիչները պիտի ներգրավեն ապահովագրական համակարգում։ Շատ լավ է, թող տաքսիստներն էլ առողջ լինեն, բոլորն էլ թող գան, հնարավորություն ունենան բուժվելու, բայց այստեղ կարևոր է բժիշկների ծանրաբեռնվածությունը, որ մեծանում է։ Դուք արդյոք դրան զուգահեռ բարձրացնում եք նրանց եկամուտները։ Արդյոք նրանց ծանրաբեռնվածությանը համահավասար են այն հնարավոր վարձատրությունը եւ փոխհատուցումները, որոնք որ պիտի արվեն պետության կողմից։ Այս խնդիրն է, որ մինչև վերջ լուծված չէ եւ անընդհատ փորձ են անում լրացնել ուղղակի։ Մենք գիտենք, որ տարբեր հաստատություններում եղել են ահազանգեր, աշխատանքից ազատումներ, նախարարի կամ նախարարության հասցեին քննադատական միտք հայտնելու համար։ Ես կոնկրետ ճանաչում եմ մի բժշկի, հաստատության անունը չեմ տալու, զուտ չթիրախավորելու համար հաստատությունը, բայց ես նաև ահազանգի միջոցով եմ ուզում սա հնչեցնել եւ եթե շարունակվի այդ գործընթացը, արդեն մենք հստակ անուններով ենք խոսելու, որովհետեւ չի կարելի բժիշկների մասնագիտական իրավունքները ոտնահարել միայն նրա համար, որ համարձակվել են քննադատել իրենց իսկ ոլորտը մասնագիտական, որտեղ անհնարինություն ունեն աշխատանքի։ Սա խնդիր է եւ մանավանդ հիմա մենք երբ որ տեսնում ենք, որ հունիսի 7-ն է մինչեւ ամեն ինչը պլանավորվում, բոլոր բյուջետային հատկացումները, բոլոր հնարավոր վերադասավորումները պլանավորված են առաջին 6 ամսի, այսինքն տարվա առաջին կեսի համար։ Տարվա երկրորդ կեսին ինչ կլինի, Աստված գիտի։ Հիմա մենք պիտի հասկանանք, չէ՞, մենք գործ ունենք մի ամբողջ համակարգի հետ, ու բժիշկները պիտի միայնակ չմնան իրենց խնդիրների հետ։ Շնորհակալություն։ Հենց տաքսի ծառայողները, օրինակ, եթե ոչ լրագրողները էլ ռիսկային խմբում գտնվում, օրինակ մասը։ Ես գիտեմ, որ լրագրողների մեծ մասը համենայն դեպս 200,000-ով ավել աշխատավարձ են ստանում եւ արդեն իրենք այդ համակարգից կարող են օգտվել, իսկ տաքսի ծառայության վճարների հաշվին, իսկ տաքսի ծառայության, այո, տաքսի ծառայության աշխատակիցները իրենք դիմել են, որոշակի խնդիրներ են բարձրացրել եւ իրենց քանի որ իրենց վարձատրությունը սպეციფიկ է, ինչ որ օրականով է ձևավորվում, ի վերջո լուծումը այդպես է տրվել։ Ես չեմ ուզում որևէ հասարակության որևէ խավի ասել ինչու սա այս շերտը եւ ինչու ոչ այն շերտը, որովհետեւ ես ուզում եմ, որ իսկապես սա լինի համապարփակ ապահովագրություն, բայց սա ոչ համապարփակ է, ոչ էլ համընդհանուր է։ Սա կիսա համակարգ է դեռևս։ Ոչ թե համապարփակի մասին է խոսքը։ Տեսեք, այդ խմբերը հիմա ընդգրկում են նաև on-line տաքսի ծառայությունների տաքսիստները, հա,
Հավատացնում շատ տաքսի վարողներ այսօր ավելի շատ գումար են վաստակում, քան օրինակ շարքային։ Դուք արդեն սոցիալական լրիվ այլ խնդիր եք բարձրացնում, խտրական վերաբերմունքի, այո, մարդու իրավունքների, խտրական վերաբերմունքի բոլոր դրսևորումները մենք կարող ենք այստեղ դասակարգել, բայց ես ուղղակի հիմա չեմ ուզում մենք այդ ուղղությամբ գնանք, որտեղ մենք կոնկրետ բժշկական հաստատության առջև ենք եւ մենք խոսում ենք բժիշկների իրավունքների մասին, այսօրվա մեր քայլի նպատակը եւ այստեղ գալու նպատակը դա էր։ Եթե հետևեք, մենք ազգային ժողովում կքննարկենք նաեւ ձեր բարձրացրած հարցը, թե ինչու կոնկրետ ուղղվածություն եւ ինչու մյուս հասարակության շերտերը չեն կարողանում նույն առավելություններով օգտվել համակարգից։